Բարի ողջույն մեր ժողովրդին։ Այսօր էլի կլինեն հեռախոսային զանգերը կլինեն, որը մեծ սիրով կպատասխանեմ ձեր հուզող հարցերին։ Նախապես ասեմ, հիմա նոր ծրագիր է բացվել արդեն, բացվող դռները համարվում, կարող եք զանգահարել, բավականին արձագանքներ եղավ դրական, ցանկացողները շատ են լինում, ու մարդիկ կարող են ներկա լինել, իրեն կան ու դիմել իրենց ուզող հարցերով, եւ ձայնը կփոխվի, եւ դուք չեք երևա էկրանին։ Եթե ցանկացողներ կլինի, խնդրեմ, կարող եք զանգարել, աշխատակիցը կպատասխանի եւ մեր կանոնները կասի ինչա պետք ոնց, ամեն ինչ կիմանաք։ Որտեւ ահագին արձագանքողներ եղավ, չէինք սպասում, որ այդքան շատ կլինի, եկեք տեսեք, որ շատ եղավ։ Հիմա զանգերին, միջև զանգերին պատասխանել են, էլի սովորության համաձայն մի քանի տողմաներ կուզենամ ասել, որոնք շատ կարևոր են, այսպես թռուցիկներ եմ, ես դա թռուցիկ եմ համարում, այս անգամ Օմար Խայամի խոսքերն եմ վերել, երբեք թույլ մի տուր ականջներիդ լսել այն, ինչ աչքերդ չեն տեսել։ Տեսեք ինչ խորի իմաստ ունի։ Մի հատ էլ կարդում եմ, սովորաբար մի բանը մի քան անգամ պետք է կարդամ, որ լավ մտնի ուղեղները։ Երբեք թույլ մի տուր ականջներիդ լսել այն, ինչը աչքերդ չեն տեսել, որ հիմա շատ դա տարածված է, առանց տեսնելու, առանց հաստատվելու, սկսում են բաներ տարածել։ Ու ես միտեղ էլ ես վերջերս մեկը մի հարց էր տվել մեկին, որը որ անտակտ հարց էր համարվում, չի կարելի խիստ անձնական հարցերը շուտ հարցեր տալ, եւ մարդու ցավոտ կողմին չի կարելի նման հարցեր տալ։ Ու ես այդ տղային, երիտասարդ տղա էր, գրեցի, քանի չես տեսել մի խոսի, քանի չեն հարցրել, մի ասա։ Սա գրված է արդեն։ Այդ հիշեք այդ բաները, բերաները փակ պայեք։ Երբեք մի տատիր նրան, որ այնպես մեղ չի գործել, ինչպես դու։ Նորից եմ ասում, երբեք մի դատիր նրան, որ նա այդպես մեղ չի գործել, ինչպես դու։ Այսինքն քար գցելն է, որ բոլորն ուզում են այդ կնոջը իրպես ցույց, ասենք ճակերտավոր պորնիկի վրա քար են գցում, ու տերը վերևից ասում է, թող քարերը գցեն այն մարդիկ, ովքեր երբեք կյանքում մեղ չեն գործել։ Եվ մանուկից միջև մեծ քարերը հետ գցեցին։ Սա էլ, ստեղ էլի մի բան էլ ունեմ։ Նորմալ է, երբ մեկի կյանքից հեռանում ես, երբ զգում ես, որ դու էլ նրա մասնիկը չես։ Եթե ձեզանից հեռանում են, հետևից մի ընկեք։ Մի նսեմացեք, մի ցածրացեք։ Մի ընկեք հետևներից, ուրեմն նշանակում նա էլ քոնը չի։ Չի կարելի կյանքը նորից սկսել, ուղղակի կարելի է շարունակել այլ կերպ։ Այո, ես հիմա իմ կյանքը, ես իմ անձնական, ես սովորաբար սիրում եմ ինձանով օրինակներ բերել, որ չնեղանան մարդիկ, շատ անգամ մունաչի են ասում, մունաչ չեմ գալի, իրականություն եմ ասում, շատ անգամ քննադատում են, որովհետև աշխատող մարդ եմ եւ մասնագետ եմ, դրա համար եմ քննադատում, բայց սա չարախոսություն չի, ասում եմ ուրիշներին ասում ես, բայց դու ինքդ քննադատում ես, բա որ ես այս ամենը չասեմ, բա ով ասի, բայց դուք որտեղից իմանաք, որ չի կարելի քիթը խոթել ուրիշի անձնական, որ վիշտ ցավ տեսած մարդուն ու ծնողին ումորը չի կարելի վատ բաներ ասել, ոնց չասեմ ես դա ձեզ, հա, ու թող ոչ ոք այդքան հանգիստ չլինի, որովհետև չարախոսողների տունն էլ վաղը կարող է կարկուտ ընկնի վերևից ու ավելի սարսափելի բաներ ընկնի։ Նորից եմ կարդում, չի կարելի կյանքը նորից սկսել, ուղղակի կարելի է շարունակել այլ կերպ։ Այսքան, հիմա զանգերին կպատասխանենք։ Ալո։ Ալո, բարի ձեզ։ Բարի ձեզ։ Լսում եմ ձեզ ասեք։ Ես էլ եմ Լուսին եմ։ Ուրախ եմ։ Ձեզ շատ եմ սիրում։
Էլի ուրախ եմ։ 10 տարի արդեն ես միշտ հետևում եմ ձեր հաղորդումներին ու դուք չեք էլ պատկերացնի, թե ինչքան շատ են ձեր բառերը, ձեր խոսքերը իմ ընտանիքի համար մեծ նշանակություն ունեցել։ Շնորհակալ Ես եմ։ ձեզ շատ սիրում եմ։ Ցավակցում եմ ձեր որդու համար, Տիկին Լուսիա։ Չեք պատկերացնի ինչքան ծանր եմ տարել այդ ամեն ինչը ձեր հետ հավասար։ Ու ես մենակ մի բան եմ ուզում ասեմ ձեզ, Տիկին Լուսիա ջան, ամեն ինչ լավ է լինելու։ Ձեր տան հարցը, չգիտեմ, իմ սիրտը այնքան հանգիստ է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու ձեր համար։ Ես կկանչեմ մեր տուն քեզ Լուսինե ջան։ Դու Ես գաս մեծ այդ իմ տունը։ հաճույքով կգամ։ Դա իմ Ես հորական նոր օջախն հաճնում է եմ եղել։ ապրում։ Լուսինե Տիկին ջան, Լուսիա այդ ջան։ տունը մի հատ կներես խնդրում եմ, այնքան հուզվեցի դրա համար ուզում եմ ամիջապես պատասխանը տալ դրա։ Դա իմ հորական օջախն է։ Դա ոչ մեկինը չի, Տիկին Լուսիա ուղղակի ջան, մի նեղվեք։ սրիկաների խապնվեցինք մենք։ Դրական լիցքեր ունեմ, լրիվ ձեզ եմ ուղարկում, որ ամեն ինչ լավ լինի ձեր համար։ Շնորհակալ եմ։ Տիկին Լուսիա, ես նոր հաճնում եմ ապրում։ Աշխատում եմ որպես Ադամանդի բնակավարում եմ աշխատում, որպես գնահատող Ադամանդի։ Ու 3 լավ երեխաներ ունեմ։ Գիտես չէ, Շատ լավ ադամանտը երեխաներ։ մաքրություն է, ադամանտը մաքրություն է, Լուսինե, զուլալ, պարս, ինքը մաքրություն է, հենց այնպես չի, ու քո խոսքերն էլ էր այդպես, ու որ քեզ տվել է հրաշալի երեխաներ։ Հա, շատ լավ երեխեք ունեմ, Տիկին Լուսիա, ու այնքան դժվարությամբ եմ ես հասել նրան, որ իմ երեխեքը հիմա այսօր աշխատում են, 2 տղա ունեմ։ Ճիշտ է, իրանք տենց կրթված չեն, բայց ամեն մեկին մի փեշակի եմ բերել ու հիմա լավ գումարներ են աշխատում ամեն մեկն էլ։ Աղջիկս էլ 9-րդ դասարան է արդեն սեպտեմբերին գնալու։ Հիմա ես մի քանի առաջարկներ ունեմ երկրից դուրս գալու համար։ Ճիշտն ասած մտքիս կա որ գնամ, ուզում եմ մի քիչ իմ համար հանգիստ, մի քիչ էլ իմ համար ապրեմ, բայց էլի չեմ կողմնորոշվում, գնամ, չգնամ, ինչ անեմ, չգիտեմ։ Ամսաթիվ տարեթիվ ասես։ Ուզում եմ ասեի, որ նայեիք։ Լուսինե ջան, ամսաթիվ տարեթիվ ասա քո խնդրեմ։ Ու կույս որպես ինքը զուլալություն, մաքրություն, ստեղծագործություն, բայց մի փոքր չեմ ուզեն ասեմ գցեմ տրամադրությունը, հիմա կույսերի համար հիմա մի քիչ լավ շրջան չի, բայց մի րոպե մի հատ ուշադիրնային, որ ասեմ դա քո վրա կազդի թե ոչ, ինքը ստեղծագործող աշխատող ու կույսերի միակ զենքը համբերությունն է։ Կարևորը որ լավ երեխաներ ունես, Աստված պահի ու հարկավոր չի որ իրանք դիպլոմ ունենան բարձրագույն կրթություն, իրանք փեշակ ունեն։ Իսկ փեշակով մարդը երբեք կյանքում սոված չի մնա, երբեք այն մի կտոր հանապազորը հասնել իրենք ունենում են։ Լավ համբերատար ես, շատ համբերատար ես, ու իրոք դու հրաշալի երեխաներ ունես եւ արտաքինով, եւ մարդ տեսակով, իրոք շատ լավ երեխաներ ես դաստիարակել, հետո դա միան քո շնորհքը չի, ամուսնոտ շնորհքն է, բայց ուր է ինքը, քո ամուսինը։ Իմ կողքն է, իրար հետ ենք ապրում։ Հա, իրա որ ամսվա ծնունդ է ինքը։ Դրա համար Լուսինը ջրհոսում է, սիրարվել ես, ամուսնացել ես։ Մի քիչ Հա, սիրահարվել ամուսնացել ենք, մենք երկար տարիներ ընկերություն ենք արել։ Մի քիչ ուղղակի եթե շատ սահմանափակ կառասկոպով նայեմ, կույս եւ ջրհոս կվադրատ է, այդքան ուժեղ միություն չի տալիս, բայց դուք մի բան ասեմ նախորդ, չնայած տարիներ անցել է, բայց ասեմ հետագայի համար աշխատեք երեխաների ներկայությամբ երբեք իրար վրա չգոռաք ամուսիններով, երբեք երեխեքի ներկայությամբ իրար հետ վատ չլինեք։ Թող իրանք չտեսնեն, ձեր վեճերը չտեսնեն։ Որովհետև բացատրեմ ինչի, մի անգամից ասեմ։ Դուք հրաշալի երեխաներ ունեք, ես ասի չէ, որ գովեցել սկզբից, դա միան քո շնորհքը չի, ամուսնոտ շնորհքն էլ է, իրանք ձեզ շատ սիրում են, շատ են սիրում երեխեքը, ու չեն կարող տանել, որ մաման պապային նեղացնի, կամ պապան մամային նեղացնի։
Իրանք այդ շատ ծանր կտանեն։ Եթե դուք դա շարունակեք, ինչքան հասունանան, այնքան տենց կլինի։ Իրան կարող է շուտ թողնեն, ամուսնանան գնան, ձեր մոտ չլինեն, որ չտեսնեն այդ վեճերը։ Ու այդ հատկապես աղջիկը շտապողականությունից երեխեք երբ ամուսնությունից շտապում են, իրանք սխալ ընտրություն են անում, այնքան որ ամուսնանան այդ տնից դուրս կան։ Այդ դրա համար չի կարելի։ Այդ միայն ձեր համար է, որտեվ քո Վեներայից է այդպես երևում։ Քո Վեներան առյուծում է, դա նշանակում է բազմազավակ մայր եւ հրաշալի երեխաներ ունենալ։ Ամուսնուց մոտել, համառա։ Այն որ մի երեխաներ, որ ինքը չէր ուզում, դու բերեցիր։ Հենց այդ լավ, դու մի ասա, դա թող քո մեջ մնա, այնց այդ երեխու համար, հենց հիմնական այդ երեխայի համար, որ ինքը չնեղանա ձեզանից։ Այս ինչը վերաբերվում է, որ դու ուզում ես երկիրը փոխել գնալ, դեռ քեզ խորհուրդ չեմ տա։ Համբերի թող ծնունդդ էլ անցնի նոր, կարաս հետաքրքրվես, կարող ես, որ եթե գնաք, որտեղ ապրեք, ինչ գործանեք, միջև անգամ եթե ունենաք էլ մարդ, որ ձեզ հստակ կանչում ասում է, արի հիմա ես բանն էլ կանես, դեռ համբերի։ Հիմա քեզ համար այդքան լավ շրջան չի երկիր փոխելու։ Դու քո աշխատանքդ ինչ անում ես արա, ու լավ կլինի մի քիչ հողի հետ գործ ունենա։ Դու սիրում ես հողը։ Շատ եմ սիրում, տիկին Լուսիա, Միջև ժաման, մի բան ցանի, սպասի, միջև ինքը հասունանա, միջև հասնի, ծլի, այդ ժամանակը կանցնի, դու կուրախանաս դրանից, որ թռնի շուտ ամիսը, որտեղ սեպտեմբեր ամիսը խավարումներ է, դու էլ հենց կույս ես, հենց այդ քո ամիսվա մեջ, այդքան ճիշտ չի, որևիցե լուրջ հարցով զբաղվել։ Եթե խավարման ժամանակ ամուսնությունը արգելվում է, ուրեմն պատկերացրու ոչ մի լուրջ փողեր վերցնել, տալ, լուրջ գործարքներ կապել չի թույլատրվում։ Ամփերի թող այդ շրջանն անցնի, ինչքան հիշում եմ 6-ին, 7-ին ալուսնի խավարումը, 21-ին է որ հաստատ եմ հիշում, արևի խավարումը։ Ու մոտենումը քո ծնունդին, այդ ծնունդիցը տանցնում է, բայց խավարման միջանցքի մեջ ես 21-ը։ Դրա համար աշխատի ոչ մի լուրջ բան չանես ու հետևիր քո առողջականին, հիմա կասեմ ինչն է, այդ շնչուղիներդ, մի քիչ շնչուղիները տա եւ հետո ոչ մի ինֆորմացիա, որը որ քեզ հարկավոր չի, մի լսի։ Որովհետեւ դու անհեթեթ, կեղտոտ, բամբասկոտ բաներ շատ ես լսում։ Կողքդ տենց է, դու ֆիլտրացիա ես, դու մաքրում ես ամեն ինչ։ Դու հետո որտեղ որ գնաս աշխատես, ձերքի տակ չես կարող աշխատես, պետքա քոնը ունենաս։ Որտեղ հիմա քո այն տարիքը չգիտես, որ քեզ ասեն ստեղ նստի, այնտեղ նստի։ Ես 20 տարվա ստաժ ունեմ, աշխատել եմ համարյա նոր հաչնում բոլոր գործարաններում։ Հիմա արդեն պետքա ինքդ քոնը ունենաս։ Մի հատ ղեկավար ունենաս, ոչ թե մի քանի հատ ունենաս։ Հետո քո պապան, այստեղ պապատ էլ է երևում, պապատ ինչպիսին է եղել կյանքում, ինձ իր աշխատանքը բանը չի հետաքրում, ինքը ինչպիսին է եղել, եթե հարգված աշխատասեր մարդ է եղել։ Այդ դու էլ ես այտենց, որտեղ իր աղջիկն ես, ու պապան իր աշխատանքով, թե իր խելքով, իր ամեն ինչությամբ, ամեն ինչով, եթե ինքը հարգանք է ձեռք բերել, դու էլ պետք է այդպես անես։ Այսինքն հայավարի ասեմ, պապայի անունը գետնով չտաս։ Եղավ տիկին Լուսիա։ Ճիշտն ասած, ես պապայիս երազից տեսել եմ, մահացել է, ինքը չկա։ Դե հայրևում է, որ մեջ կա։ Հա, ինքը ինձ ասում էր, երեխեքդ մեծ են արդեն, գնա։ Ու տենց հետո որ ես երկրից դուրս գալու առաջարկն եղավ։ Այդ որ երկիրն ես ուզում։ Այստեղ մուսուլմանական երկիր էլ է ցույց տալիս եւ բան է Եվրոպա։ Ուր ես ուզում գնաս։ Ճիշտն ասած, մենք Ադամանդի այդ աշխատանքը Հնդկաստանի հետ է կապված։ Ընդեղից առաջարկ կար, որ գնայինք աշխատեիդ էլ, չգիտեմ, անդադ կասկածում եմ, անդադ ոնց որ վախ կա մեջս, ասում երեխեքին ոնց թողեմ գնամ։ Չէ, իրան, հələ դեռ չէ։ Կա, գնալը կա, ցույց տալիս է, որ քո որոշման պա դա լինելու։ Ինքդ ես որոշելու դա,
բայց մի քիչ համբեր եկել է, որտեվ հիմա լարված շրջան է։ Ու ամեն տեղ է լարված։ Հնդկաստանում էլ ընդ վիճակը լավ չի։ Ամեն տեղ երկրում, աշխարհում բոլոր տեղերը հիմա լարվածություն է գնում, խաբեություն է գնում, հատկապես խոշոր ֆինանսների հետ կապված, հետո դուք այդքան էլ վատ չեք, որ ասեմ վատա շատ ձեզ մոտ, վայ, ձեր սառնարանը դատարկ է, այստեղ չէր ևում այդպես բաներ։ Ես ձեզ հիմա խորհուրդ չեմ տա։ Մի քիչ հանգստանալու, ուրիշ երկիր գնալու։ Գնացեք ման եկեք։ Ինչքան ուզում եք գնացեք ման եկեք, բայց որ ինչ որ մի բան ստեղ թողնես գնաց այնտեղ մի բան ստեղծելու, ես դեռ կոնկրետ քեզ խորհուրդ չեմ տա։ Հետո դու էլ ինչ անես ամուսինդ կանի, նա էլ փակված տեղ իրան հարկավոր չի աշխատել, ամուսնուդ իմիջալուց սնունդի հետ է տալիս։ Ինչ է ինքը ուզում անի։ Չգիտեմ։ Ինքը քո գործը չի անի, ինչը որ դու ես անում, ինքը չի անի։ Հա, ինքն էլ է ադամանդի բնակավարում աշխատում։ Բայց ինքը քո գործը չի, իրանը լրիվ ուրիշ մի բան է։ Իրանը ձերքի աշխատանքներ է, գեղեցկություն է, գեղեցիկը սիրուն է մի բան պետք է լինի իր մոտ։ Հետո ինքը շատ պետք է հումորներ անի, հումորներն իրան կօգնի ամեն վատ վիճակից դուրս գալու։ Մի քիչ ոտքերի խնդիր ունի ոսկորների։ Հա, ճիշտ է ունի։ Զգուշ մնա չընկնի, հիմա այդ ընկնելու շրջանն ու հոդերի հետ կապված խնդիրների շրջանն է, հիմա չընկնեն կոտրեն իրանց ձեռքու ոտք։ Ու մեկ էլ կոկորտնա։ Լավ, հիմա ձեր հարցի կոնկրետ պատասխան։ Արժի որ դուք հիմա այդ կանչը գնաք աշխատեք երկիրը փոխեք, դեռ ոչ։ Համբերի թո սեպտեմբերն էլ անցնի, բայց ախր որ ասեմ հիմա գնացեք սխալ կլինի։ Սխալը, որտեվ հիմա Մարսը հիմա լավ տեղ չի գտնվում, հիմա ինքնաթիռները հետախնդիր տալի, ես չեմ վախեցնում, ուղղակի ասում եմ։ Հետո դա անհատական է խիստ, մեքենաներն հետ է, հիմա քո Վեներան ու Մարսը առյուծում է, որ հիմա այն շրջանը, որ դուք պետքա ձեր երեխաների հետ, հատկապես այն երեխու, որ ասեցի, դու իմացի, որ մեկն է, հատկապես այդ երեխայի հանդեպ ուշադրությունը շատ է հարկավոր, որտեվ հայր երեխա այդ հարաբերություններն է գնում։ Մեծ տղատ ինչքան է։ Ինչ։ Մեծ տղաց 27 տարեկան է։ Հա, մեծ տղատ իր ամուսնության հարցն է մոտենում, հա։ Որ ամիսն է։ Ընկերուհի ունեցել է, բայց հիմա իրար հետ չեն էլ։ Որ ամիսն է, տղատ։ Սեպտեմբեր։ Որը։ Սեպտեմբերի 30։ Հա։ Հա, լավ արել որ բաժանվել է։ Հա։ Չէ, իրանք իրար համար չէին։ Հիմա նոր հասկանում է տղաս։ Դու մի խառնվի։ Հա, չեմ խառնվում։ Հա, իսկականից մի խառնվի։ Բայց դու զգում ես, դու ստեղ շատ լավ քո մոտ ցուցատալի ինտուիցիա լավ աշխատում է քեզ մոտ։ Ու ինչ ուժեղ է։ Քեզ մի հատ խորհուրդ եմ տալի։ Հոգեհանգիստ իմ հետ աշխատողներից մեկի մաման մահացել է, գնացել եմ հոգեհանգիստ, չէ՞, Տիկին Լուսիա։ Ես 2 օր առաջ տեսել եմ, որ պետքա գնամ երազիս։ Հա, քեզ մոտ շատ ուժեղ է ու միջև անգամ, Սատուրնը խեցգետինում է, հետո ստեղ լև առիթ պայծառատեսություն է տալիս քեզ։ Դու կանխազգացում ունես, հատկապես երեխաների հետ կապված բաներն է քեզ մոտ, բոլոր երեխեքին։ Ես իմ հետ շատ բաներ է կատարվում, որ ես մեկ վախենում եմ։ Մի վախեցի, մահացած մարդիկ շատ ես տեսնելու, իրանցից ինֆորմացիաները քեզ շատ է գալու, որտեվ լուսնային հանգույցը կարիճում է, ասեմ, չգիտեմ կծիծաղես, թե կզարմանաս, նախորդ կյանքում դու եղել ես շատ ճանաչված մոգ։ Հա, այդ վատով մինայ, այսինքն այն կյանքում դու եղել ես այտենց մարդ էլի, այտենց բաներ ես արել, ես ֆշֆշ եմ ասում, այդպես բաներ ես արել, այսինքն դու ապրել ես արդեն այդ կյանքը ինչ որ եղել է, մոգերն ինչ են, բհուկություններ, կախարդություններ, դե կախարդությունը մի քիչ մեղմ է, դա ուրիշ մի բան, ամբողջ աշխարհն էլ էտա,
Այսինքն դու այդ կյանքը, որ ապրել ես, սև մոգությամբ ես զբաղվել, այս կյանքը քեզ արգելված է կտրուկ, որևիցե գուշակի դիմել, որևիցե տենց հիմար ռիտուալներ անել։ Չեմ գնում, վախենում եմ այդպես բաներից։ Բա որովհետև Ես չեմ գնում ընդհանրապես։ անցյալից քեզ գալիս է, չգնաս, չդիմես, չանես, քեզ անցյալից գալիս է դա։ Նշաններ ա վերևից տալիս, ստոպ։ Ես անգամ չեմ էլ հավատում այդ թուղթուկերին բան, չեմ հավատում։ Քեզ չէր կպնի։ Քեզ ոչ մի բան, բայց ամուսնու էներգիան թույլ է այդ առումով։ Մի բան որ լինում, ասա թող սուս մնա, շուխուր չգցի, մի քիչ շուխուր չի ա։ Թող չասի։ Մի լավ բան որ լինում, թող չասի։ Երեխեքը ամեն ինչ նորմալ, բոլորն են իրանց մոտ, ամեն ինչն էլ իրենց մոտ կկարգավորվի, երկրի հարցը թող մնա, դուք ված չեք ապրում, ընտանիքը նորմալ է, բոլոր ընտանիքներում էլ են ժողովուրդ ասած խոսք, ինչ են ասում, որ դե մեկ-մեկ վիճում են, էդ էլ է հետաքրքիր։ Այդտենց լինում է, որ ամեն օրը դուք իրար ջան ասեք, հետաքրքիր չի լինի։ Մի քիչ վիճում են, հետո վիճելուց հետո էլի նորից բարոշում են, լինում է հետաքրքիր, ոնց որ նորից մարդիկ սիրահարվեն։ Հետո դուք իրար միջև ամուսնությունը գիտեք, դա երկարատև ընկերություն է, իրար լավ ու վատով բացասական դրականով արդեն գիտեք։ Կարևորը որ դուք լավ երեխեք եք բերել այս աշխարհ։ Բարոյական մարդիկ եք բերել։ Ու մի խառնվի ոչ մեկի անձնականով, կուզենա այն մյուս տղա այդ նշանն էլ ասեիր։ Փոքր տղաց 21 տարեկան է, երիկամների խնդրով է ծնվել, բայց վիրահատել ենք 3 տարով հետաձգել են բանակից, այս տարի նորից 3 տարին լրանում է։ Չեմ Դե տեսնենք, արդեն այդ զինվորական առողջապահական փուլերը անցել է, տեսնենք այդ գեներալնի կոմիսիան ինչ կասի։ Ամիսը ո՞րն է։ Թե կմնա։ Ամիսը։ Պապա հետ կաշխատի։ Հա, ինքը ոսկերի չէ աշխատում։ Զաքարվեստի ուսումնարանն է ավարտել ու հենց տնօրենը իրան տարել է ոսկու շուկայում տեղավորել է, ինքը ոսկերի չէ աշխատում։ Գիտես ինչքան լավ է իր ձեռքը։ Հա, շատ շնորհքով են երեխեքը Տիկին Լուսիա։ Ինքը փող կբերի, ինքը փող կբերի։ Այդ տղատ փող կբերի, բայց բանակի համար մի քիչ կասկածեցի, որ պետք է գնա բանակ։ Դե տեսնենք, ինքը ասում է որ տանեն կգնամ, չեմ մնա մամա, կգնամ կծառայեմ։ Ես այդ տղայից շատ սիրեցի։ Այդ հորթերի համար փետրվար ամսվանից, այս տարի, փետրվար ամսից, այդքան հաջող շրջան չի։ Թող իրանք այդքան ակտիվ չլինեն։ Հիմա այդքան իրանք ժողովուրդ ասած մեյդան չգցեն։ Ակտիվ այդքան պետք չի իրանք, մինչև անցնի շրջանը։ Ֆինանսների հետ կապված է շատ հարցեր, հետո իր ամեն լարվածություն կխփի կոկորտին, ձանալարերին, ու մի քիչ էլ մաշկային բաներ ունի, ակնոց աչքերը։ Աչքերը չէ, նորմալ է, բայց մաշկային, հա, այդ Չէ, մաշկային ստեղ աչքերը լացի։ Ու Կորոլևսկի գրադուս։ Հիշողությունների մեջ է լինում, անդադ իրան կտանջի տա, ժառանգության տեր է լինելու, համբերատար է, բայց իր մոտ բան է, ամեն ինչը շատ դանդաղ է լինում, թող դրանից չլարվի, բանակ գնալու վրա էլ մեզ կասկած կա, կասկածում եմ, որ պետք է գնա բանակ։ Եթե գնալ, վատ չի իր մոտ, եթե գնալ, բայց մի քիչ կասկածեցի գնալը։ Այս տարի ինքը կսիրահարվի։ Ինքը ընկերուհի ունի, հա։ Դե ուրեմն կորոշվի կոնկրետ այդ աղջկան կուզի, թե ոչ։ Այս տարի իրան անձնական հարց է լինելու, բայց ես 21 տարեկանի ամուսնությունը շուտ է, ախր։ Այս տղան գիտես ծնվել է սիրո համար, սիրո, չգիտեմ այդքան կհամբերի թե չէ, 25-ն է իր մոտ ավելի ճիշտ ցույց տալիս ամուսնությունը։ Բայց մի ֆիքսի, որ ասում 25-ում պետք է ամուսնանա, ավելի ճիշտ ամուսնությունը 25-ն է իր մոտ համարվում։ Ու քեզ էլ ինքը կլսի։
կլսի Հա, քեզ։ լսող է։ Հա։ Ինչ ասում եմ, լսում է, հա, մամա ջան։ Ինչ լավ է, որ ասում են մամա ջան, ինչ լավ բան է։ Շատ լավ բան է, որ մամա ջան են ասում։ Գնաք ձեր տուն, մենք մոշի մեծ այգի ունենք։ Լիքը մոշ եմ բերելու ձեզ։ Երեխեքից հետ գալու եմ ձեր տուն։ Եկեք խնդրեմ։ Եկեք, մեր տները շատ մեծ է։ Կարող եմ մի սենյակը տամ քնեք։ Բայց հիմա սաղ գողացել են իմ իրերը, քանդել են, իրանք Կարելենը տենց էլ հետ են բերելու։ ապուշ ճաշակով դրել են, ոնց որ Դուբայի պատուհաններ լինի, սարքել են, վանդակներով, սրիկաններ, ես հոգնել եմ դրանց անունները տալու։ Իրանք կպատժվեն, որովհետև այդ սուրբ տունը ատեղ, սուրբ տունը իրոք չի կարել էր, չպետք չէր, այդ իմ տղայի քրտնիկն է, մեծ տղայից, որ իրանք ապականեցին։ Հա, ես շատ եմ լսել։ Անօրինական եղավ, խաբեցին, ես ու տղաս վստահեցինք մեր արդարադատությանը, բայց մեզ շատ խաբեցին։ Լավ էլ է թեմայով չեմ ուզում խոսալ։ Ես ինչքան դրական էներգիա ունեմ, ձեզ եմ ուղարկում, որ դուք օգտագործեք այդ էներգիան ու հասնեք ձեր նպատակին։ Ու դա պետքա տենց էլ լինի։ Ուրիշ ձև չպետքա լինի։ Ես եկեղեցիել եմ գնում ու մտքիս մեջ մի պահ ասեմ ինչ կլինի Տեր Աստված Տիկին Լուսիայի գործերին հաջողություն տաս։ Էս ինչ դու լավ մարդ ես, էս ինչի շուտ չէի զալգում ինձ։ Էս ինչ դու հոյակապ մարդ ես։ Ամուսնու տասա, որ դու գանձ ես գտել, որ ասում եմ լավ մարդիկ կան, այն Հայաստանը այնցեղ ջուր է, լսած կլինես։ Ու 50-50 ենք մենք ունենք հրաշալի, տաղանդավոր, ինտելիգենտ, չգիտեմ ինչ ասեմ, այդ մեր ժողովուրդն ամենալավ բաները, իմաստուն, բարի, սեղան գցող, հաց տվող, գիտնական, ինչքան լավ բան կա, այդ 50%-ի մեջն ենք։ Այն 50%-ի մեջ ինչքան տականքներ, սրիկաններ, խաբեբաներ կան ընդեղ են։ Հիմա դրանք այնքան են կեղտոտացել, որ այն լավ տոկոսը ծածկում են, բայց իրանք չեն կարա, որտեղ արդեն իրեն ծանկումը սկսվեց։ Սկսվել է իրան ծանկումը։ Ոչ մի բանից մի նեղվեք։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, ուղղակի արհամար եք այդ վատը։ Արհամար եք, այդ ամենադաժան բանն արհամարանքը։ Հա գիտեմ, ես շատ լռել եմ, շատ եմ լռել։ Այդ մարդկանց լռել եմ ասում թող խոսեն, որտեղ գիտեմ 10-ից 2 հոգի վատը պետք է լինի թող խոսեն, բայց մեկ-մեկ պետք է ասում ես ճակատին խփես, որ ինքը է, շա։ Ու այս իմ տղայի դեպքից հետո ես շատ սկսեցի խոսալ ու հեչ չեմ փոշմանում դրանից։ Այն ժամանակ տղայիս անհարմար էր, որտեղ ինքն էստեղ էր աշխատում, որ ես չեմ կարող ինձ անշնորհք պահել։ Բայց ես իմ անշնորհք չեմ պահում, ես ճիշտն եմ ասում ու շփոթնում եմ մի քանի անառակներին, որտեղ իրանք սխալ են, իրանք չար են, ահավոր չար հոգու տեր են։ Ահավոր։ Պատիժը կստանան Տիկին Լուսիա, միշտ էլ բարին հաղթում է։ Թե կյանքում, թե փոքր ժամանակվանից էլ մենք հեքիաթները որ լսել ենք, բարին հաղթել է, միշտ բարին հաղթելու է ու հաղթանակը ձեր ձեռքում է։ Ոչ մի րոպե չկասկածեք դրանում։ Աստված մեր հետ է։ Ամեն։ Դու ինձ կզանգտաս, ես քեզ գրանցեմ ինձ մոտ Messenger-ով, Facebook-ով ես գրանցեմ, որ մեկ-մեկ այտենց կապ կպաշտպանենք, հենց վերադառնամ իմ տուն, որ քեզ ընտանիքով, տղաներովդ հրավիրեմ մեր տուն։ Բայց ձեր համարը ինչ կլինի, ինձ տվեք WhatsApp-ով, եթե դժվար չի, WhatsApp-ին ուղարկեք։ Ես շատ եմ ուզում որ գամ ձեր տուն, չգիտեմ։ Ուզում եմ գրկեմ։ Շնորհակալ եմ։ Ես իմ համարս ոչ մեկին չեմ տալիս սովորաբար, բայց հիմա կասեմ աշխատակցերին կգրի։ Կգրի ձեզ կուղարկի։ Աստված ձեզ օգնական։ Աստված ձեզ պահապան, Տիկին Լուսիա։ Աստված ձեր հետ է, ոչ մի րոպե չընկճվեք։ Էդ է մնացել միակ հավատքը դեպի Տերը։ Եվ բոլորիս հետ մեր հայ ժողովուրդն է, որ չեն զգում, Տիրոջից շատ են հեռանում, շատ վատ են անում։ Վատ են անում։ Լավ, Լուսինե ջան, հերիք է, համբերեք մինչև ձեր ժամանակը հասնի։
Շատ շնորհակալ եմ ու շատ էներգիա եմ ուղարկում ձեր դրական։ Օրհնված եղեք, օջախներդ էլ թող միշտ լինի ու տղաներդ առաքինի ու խոնար հարցներ տուն բերեն, աղջիկդ էլ մի հատ հումորով աշխատասեր, ծնողին գնահատող փեսա ունենաս։ Ապրեք շատ։ Հա, դե լավ, հաջողություն։ Ալո, Ահա, բարև Տեգին Լուկիա ջան, շատ մեծ։ Լեննականցի եք։ Անպայման։ Ֆրունդիսադի իսանը ուտիչ կերնի։ Իհարկե Քյավառցի։ Հա, Գյումրից։ Քյավառցին էլ ասում իսանը որտից։ Իրանք են ասում իսան, Քյավառցի Լեննականցի։ Հիմա ասա ամսաթիվ, տարեթիվ եւ հուզող հարց։ Հիմա ինձ հետաքրքրում Տեգին Լուկիա ջանի տղայից հարցը։ Ասա, իրա ծննդյան տվյալները։ Հեսա։ Լուսին նովենումը։ Ջղայնացնում ա քեզ։ Քեզ։ Քեզ ջղայնացնում ա տղատ։ Չէ, չի ջղայնան։ Ուղղակի էստեղ չեք ուզում իմանալ երբ պիտի վերադառնա։ Որտեղից։ Ռուսաստանն է։ Իրան դամիկ երբ պիտի վերադառնա։ Այդ դու ես այդպես ուզում։ Ինչպես։ Դու ես այդպես ուզում, որ վերադառնա։ Դենդամիկն ուզում, թե որպես մայր ես ավելի բան եմ։ Բոլորն եք ուզեն ընդամիկը։ Այդ մի քիչ հեռախոսը մի քիչ երևի հեռու պայես ձայնդ պարզ չեմ լսում, հարցը չեմ հասկանում։ Ահա, եղավ Տեգին Լուկիա ջան։ Հիմա խոսի, ասա, շարունակի։ Ահա։ Ասա, լսում եմ։ Երբ վերադառնալ դեռ չեմ տեսնում իրա վերադարձը, ուղղակի մի հատ ինձ ասա, ինչքան ժամանակավոր դրսում են։ Արդեն բավականին 4 տարի է։ Դա բավականին չի։ Դեռ չեմ տեսնում իրա վերադարձը։ 3 տարին անցավ, հիմա 4-ը լրացել է։ Ստեղ 6-րդ տարվա մեջ է։ Ամուսնությունը ինչքան է։ Ամուսնությունը 27 տարի։ Դեռ չէ։ Ես չեմ տեսնում դեռ որ ինքը գա ապրի Գյումրիում։ Այլ ընտանիքս տեղ է։ Չէ։ Հա տղատա, ինձ թվաց ընտանիքով է անդեղ, ասում ես ընտանիքով երբ կգա։ Չէ, ինքը մենակ է։ Հա, ուզում ես իմանալ, տղատ գա իր ընտանիքին միանա, էդ ես հարցնում։ Հա, դե հարցը ճիշտ էր, որ իմանամ։ Հարցը որ ճիշտ չեք տալի, ես չեմ կարողանում հասկանամ։ Հեռախոսային խոսակցություն երկար կլինի, ինքը սիրում է այդքան, բայց մի քիչ իրան ճիշտ չի պահում տղատ։ Հա։ Մի քիչ ճիշտ չի պահում, հիմա ինչը խոսում եմ, կինն էլ լսում, դու էլ ես լսում։ Մի քիչ խելոք չի, ես ինչ անեմ, ասա։ Ու ինչ առումով ինքը որ գնացել է ու որ փող աշխատի, տուն պահի, ինչ անի, դեռ այդքան չեմ տեսնում այտենց բաներ, որտեվ ինչ այդ նպատակից ինքը շեղվել է։ Աշխատում անես չի, որ ասեմ չի աշխատում, բայց ինքը շեղվեց։ Այնտեղ գումար ուղարկի ամենից Էդ եմ ասում, աշխատանքը կա, այն չի, բայց այն չի էլի։ Կա աշխատում է, ինքը կուղարկի իր ընտանիքի համար, բայց դեռ իրեն վերադարձը չեմ տեսնում, բայց հիմա հունիսի 10-ից հետո երևի միջև իր ծնունդ, երևի միջև ծնունդ, եթե ոչ ավել, բայց այս 2 ամիսն ամբողջ հուլիսը, հունիսի 10-ից ամբողջ հուլիս ամիսը իր մոտ արդեն հարցը կոնկրետ կբարձրանա։ Արդյոք ինքը կգա Հայաստան, թե ոչ։ Ժամկետի մասին չեմ ասում, արդյոք կգա, որտեղ այստեղ 6-ն է ցույց տալի, դեռ 6 տարի։ Մի րոպե։ Հա, 6 տարի։ 6 տարի ու ամուսնության 21 տարի։ Մի քիչ առողջականի խնդիրներ էլ է ցույց տալի իրան ստամոքսի հետ կապված։
Հա, ոչ միայն ստամոքսը, էլի գլուխն էլ ունի, ճնշման տատանողություններն ա միգուցե Գոհար, ինչ ասեմ, գցեմ տրամադրությունը, չեմ ուզում գցեմ, ինքն էլ տղայիս տարիքին ա, այս տարիքի տղեկը սաղ իմ տղաներն են, ես ուզում եմ ինքը գա իր ընտանիք, որտեղ միջև գնալը ես կասեմ մի գնա, միջև գնալը, եթե գնում ես ընտանիքովդ գնա, կնոջդ երեխեքին հավաքի գնա, բայց ինքը մենակ ա գնացել, այս խոպանչի վիճակն ա էլի, որ ընտանիքները չգիտեմ ինչ եղավ, իրանք պետք է ամուսիններով միասին լինեն, կնոջ ամիսը կասես, հարսիտ ամիսը, այս աղջիկը խանդոտ բաներ ունի մոտը, կանխած զգացումներ ունի, լարվում ա, նյարդային համակարգը լավ չի, իզուտեղն ա գնացի ամուսինը, պետք է իրար հետ լնեն, մեղք ա այս աղջիկը։ Ինքը չգնա, չի ուզում իսա, չուզեցավ, ընդեղ չհարմարվեց, ինքը չի կարա Հայաստանը թողնի այս աղջիկը։ Չի կա, ընդեղ չհարմարվեց։ Ինքը իր հողու ջուրն ա սիրում, իր տունն ա սիրում, իր հորական օջախն ա սիրում իմիջալոց, ընտանիքից դուրս եկած, ադատները պահող, իր հոր աղջիկն ա։ Չէ, ինչ ասեմ, հիմա հարց, կոնկրետ, քո հուզող հարցը, գար, տղատ կվերադառնա դեպի իր ընտանիք, դեռ ոչ, բայց ես ճիշտ ասեցի, որ հունիսի 10-ից հետո տղայիդ գարասկոպետ պես ցույց տվեց, որ որոշակի կլինի իրա գալու, ժամկետը չեմ ասում գալու, միգուցե կասի, հələ տեսնեմ, ու կոնկրետ ոչ մի բան չասի, իսկ աղջիկա հարսի մոտ ցույց ա տալի, էլի հունիսի 10-ից հետո մի անգամից ամբողջ տարին դեռ մի քիչ էլ ավել լրիվ փոխվում է այս աղջիկը, իր մտածելակերպ, ապրելակերպ, լրիվ փոխվում է, էլ ինք առաջվա նման չի լինելու, իր սխալը ասա թող անցյալը չհիշի, հետևի իր առողջականի, որտեղ սիրտը լավ չեմ տեսնում, նյարդային համակարգն է, ու ողնաշարն էլ մեջքն էլ լավ չի իր մոտ, իր հայրական օջախից է շատ բաներ գալի, ահա որ նագրոսկա բեր, այս աղջկա մեջքին բեր կա, էդ լավ չի, չայլ աղջիկու, ոնց որ ամեն ինչ պրծավ, ես հիմա գոհար նայում եմ այս ընտանիքներին, ոչ տղետ է իրան ճիշտ պահում, այս հարցն էլ արդեն խնդիրներ ունի, հարմոնիկ ընտանիք չի, մեկը մեկից փախնում է, չես հասկանում իրանք իրար սիրում են, թե չեն սիրում, ես չեմ տեսնում տենց բան, տես ինչեր եմ ասում, ես ուզում եմ, որ այս ընտանիքը իրար հետ լինի, իրար հետ այդ երեխեքի մեծացնեն, վաղը միսօր թոռներ խաղացնեն, ուզում եմ դա տեսնեմ, են էլ իրանք որտեղ են ծնվել, որ ադաթավոր քաղաք է, ես միշտ լեռնականը երկիր եմ համարում, ադատներով հատկապես այս աղջկա ընտանիքը, ընտանիք սիրող մարդ է, ինքը կենցաղին շատ կպած է, երիտասարդ աղջիկ է, բայց արդեն ոնց որ հոգնել է ամեն ինչից, տղային էլ ասեմ վեկածարի ընտանիքիդ մոտ, ասի աշխատում եմ ընտանիքից պայն, բայց ես իրան չեմ տեսնում ենքան մի շատ աշխատանք, որ հիմա տներ է առել, չգիտեմ ինչ էր առել, ինչ է առել, որ այսքան ժամանակ գնացել աշխատել է, այդ գումաներին դուք ինչ եք առել, այդ գումաները, դե պաշտեր կար, բանկերը կան, Էական ոչ մի բան չկա, մենակ պարտք եք փակում, տեր ծարնել չի երևում, մենակ էտա, որտեղ եթե ես տեսնեի ինչ-որ մեր լուսավոր շար, կասեմ գարջան, հələ մի խանգարի համբերի թող մի քիչ էլ աշխատի, մի քիչ ընտե բանա մնացել, հեսա փակեք, վերջացնեք, ու ամեն ինչ անեք, ինչը տուն եք ուզում, մեքենա եք ուզում, բրիլյանտ եք ուզում, ինչ եք ուզում,
Կամա չնայած հիմա այն դիզելու շրջանը վերջացավ արդեն։ Հիմա մենակ մարդիկ կորով են ապրելու, այդ պահին իրան պետք է այսինչ ուտի հագնի ու վայելի կյանքու երկրներ շրջի։ Ես դա չեմ տեսնում, ես կուզենա այտենց մի բան լիներ այս ընտանիքում, բայց լարվածությունը շատ է, ու ծայրը չի երևում ինչ-որ մի լուսավոր բանի։ Երեխեքին կրթություն է հարկավոր ու նորմալ ընտանիք ստեղծել, որպեսզի սերունդը շարունակվի։ Հիմա ես այդ եմ ուզում ասեմ քեզ, բայց ես չեմ կարողանում նման բան ասեմ, որովհետև դեռ չեմ տեսնում ոչ մի դրական մի բան։ Ինչ ասեմ, այս աղջկան առողջական նյարդային համակարգը լավ չի, ինքը պետք է իր առողջականին հետևի, էդ էլ գումար է, անալիզները թանկ ու կրակ, այս բժշկության վրա էլ մամա քննադատություն կլինի, բայց ես էլ եմ դրա միջով անցել, անից գներ են դրել այդ անալիզներին առանց բուժում դեղերը ոչ մի օգուտ, ինչ անեի ժողովուրդը, ես չգիտեմ։ Հիմա տղա փող ուղարկի կինը գնա անալիստա, թե տանի պարտք փակի, ինչ անի։ Երեխեքն էլ հասունացել են, ամեն ինչը թանկացած է, դժվար է։ Դու էլ չգիտեմ ինչ չես տանում։ Այս սկզբից պարտքերն արել եք, այդքենց հավաքել եք ձեր վրա, ամենասկզբից սխալ գործողություն ա գնացել։ Նայում եմ հիմա տղա այդ գառած կոպը, որ ասեմ մի լավ մի բան, կարիճ է համաստեղությամբ, ամբողջ ընտանեկան անցյալից եկած իսկ իրա մեղքն էլ չի։ Անցյալից եկած, այդ պապերից եկած սխալ բաներ կա, ամբողջ այս տղան վերցրել է իրա վրա, ամենը, ու տքնում է ծերը չերը ոչ մի բան, դրա համար էլ տես արդեն ստամոքսի խնդիրներ ունի, ջայլ։ Կինը սիրունի կա, կանանցի աղջիկա։ Բա ինչ ես ուզում, ասարի կնկատ մտել այդ տղա։ Գաստեղ էլ ինչ աշխատի, էդ էլ չգիտեմ, դրա համար տես չկարողացա քեզ մի բան հստակ ասեմ։ Գաստեղ չի կարա այդքան փող աշխատի, պարտք փակի, այնտեղ էլ գնում է ես այդ դուրս չի գալի, որ ինքն դե մենակ մնա։ Իրան էլ ճիշտ չի պահում։ Ինչ ասեմ, ասա, գար, ինչ ես դու ուզում, քո տված հարցը սկզբից։ Իմ տղան հետ կվերադառնա իր ընտանիքին, պատասխան ասում եմ դեռ ոչ։ Համբերենք, լավ, ասենք հիմա տոմսն առավ եկավ, ինչ է անելու։ Նորից էլի կասի հետ եմ գնում, ինչի եկա, ինչից ես լսեցի։ Բայց ճիշտ ասեցի, չէ, ճիշտ ասեցի, որ գգան նորից ձերի վրա կխոսի, կասի ինչի եկա։ Դու չես կարող իրան ասես մի գնա, դու չես կարող։ Ինքը չի լսի քեզ, ես սկզբից էլ հենց տեսա, որ քեզ չի լսի, ասում ես լսում է, չի լսում, ուղղակի քեզ շատ բաներ չի ասում։ Խոյերն էլ ինչ են, խոյերը իրանք զոհ են, իրանք կյանքում միշտ զոհ են։ Ինչ լինի դու քո մանկական տարիքից կարող են վերցնել, քո հայրական օջախից, քո ամուսնական օջախից կարող են վերցնել, ամեն ինչը դու պետք է ասես չեմ անի, էլ չեմ անի, բայց մեկը անելու ես։ Ու գնում ես զոհաբերության, դու քո մասին մտածի, գլխիդ մասին մտածի, գլուխդ։ Կարևորը քո գլուխն է ու քո վերջույթները հանկարծ չընկնես, որտեվ հիմա Սատուրն ինչ փոխվեց մտավ խոյ, արդեն տալիս է ընկնել։ Գլուխը չխփես այս կողմեն կողմ։ Մտածի քո առողջականի մասին։ Հիմա բոլորը պետքա մտածեն միայն իրենց մասին, որ իրենց համար խաղաղ հանգիստ լինի։ Զոհաբերություններ մի արա, որտեղ իմաստ չունի։ Ձեր երեխեքը վաղուց մեծացել են, թոռների մասին է խոսքս։ Այն չի կարելինի շրջանը վերջացավ, այդ մինչև 12 տարեկաններ, թող իրենք ինքնուրույն մեծանան, որպեսզի ամեն դժվարությունները կյանքում հաղթահարեն ու ինչքան կարա գիտելիք մտցրեք գլուխը, որ սովորեն, պարտադիր չի բոլորը բարձրագույն կրթություն են, պարտադիր չի, վարպետների քաղաք է ձեր քաղաքը, փեշակ ձեռք բերեն, եթե չեն ուզում սովորեն,
ամեն ինչ հիմա կարան անեն, իմիջիայլոց այս տարվանից շատ անցյալ տարվանից կարամ ասեմ, հողագործությունը լավ է, շինարարությունը լավ է, բժշկություն են, եթե ուզում ավելի շատ հիմա գնում է հեքիմական բժշկությունները, որ ավելի էֆեկտի է, քան այդ կոճակները, դատարկ կավիճները լցնեն, ստամոքսները։ Եթե մի քիչ վատ եք զգում, թուրմեր արեք այդ տարբեր խոտերով, մի խոտը միայն չի օգնում, մի քանի խոտեր իմանաք որը որի հետ։ Դա ավելի լավ է նման այդպես թեյեր խմել խոտերով, քան ինչ որ դեղեր խմել։ Որտեվ քեզ էլ ու քո հարսին էլ երկուսից էլ ցույցատալի դեղորյակ։ Երկուսդ էլ կա։ Դու էլ մի կարգին վիճակում չես։ Լարվածությունը, անհանգստությունը, սպասողությունը շատ է։ Լեննականին դուք հիմա Գյումրիում եք ապրում։ Ես ուզում եմ քեզանով Գոհար ջան ասեմ բոլորին, որտեվ ես չգիտեմ ինչ եմ ձեր այդ քաղաքը այդքան շատ սիրում, չգիտեմ։ Ամեն անգամ հարց եմ տալիս։ Հիմա Լեննականում շատ մեծ կարմիկական շրջան սկսվեց, այն ընտրություններից սկսած, քաղաքապետ ինչ ընտրեցին, այդ ընտրություններից սա մի քիչ երկար տևող է։ Ես շատ սխալ ժամանակ, խաբարման ժամանակ ընտրություն են արել, որը շատ սխալ է։ Հիմա սեպտեմբերին էլ խաբարում կա։ Աստված ոչանի, որովհետեւ հարված խփի Գյումրին, դա ամենառաջին աղետներն է, այդ ջրհեղեղը, երկրաշարժը, պայթումները, նու աղետը պատկերացրու ինչա։ Տարբեր բաներ, 4 տարերքը կա։ 4-ը մեկը կրակ, ջուր, հող, օդ։ Աստված ոչանի, Աստված ոչանի։ Այն հարվածը, որ դուք եք ստացել, տեսել եք իրար հետև, թող չլինի դա էլ երբեք, չեմ կարծում այտենց մեծ ինչ-որ մի բան, բայց հանցագործություն շատ կլինի, հանցագործության մեջ ես սպանություններ եմ տեսնում ու պայթումներ, հրդեհներ, կրակոցներ, այտենց բաներ չլինի հանկարծ չլինի։ Սա ես կնիկ չեմ դնում իմ ասածին, ասում եմ ամեն ինչ հնարավոր է, որտեվ կարմիկական մեծ շրջան է սկսվել, որտեվ ընտրության ժամանակ դուք ընտրել եք այդ ձեր երկրի թագավոր, մի քիչ սենց կոպիտ եմ դա ասում։ Չէր կարելի, բայց դուք չեք իմացել, ոչ մեկը չեք իմացել, որովհետև չեք լսում, որտև աստղաբանությունը համարում են շատերը գուշակություն, դա գուշակություն չի, սա դարերի հին գիտություն է ու շատ լուրջ է։ Դրա համար պետք է լսեն, իսկ երկրի շատ երկրի ղեկավարներ մեզ մոտ էլ չեն լսում ոչ մեկին։ Մեծ երկրներում բոլոր երկրի ղեկավարներն իրենց աստղաբաններն ունեն, հարցեր են տալի, իմանում են ոնց անեն, մեր մոտ չեն լսում։ Ու շատ վատ է դա, դուք ինքներդ լսեք, ճիշտ աղոտ հասկացանք են 7 վերքի գմփետը, որ ընկել է մինչև հիմա երկրաշարժի ծեսկում, գոնե դա հիշեք, հավատքը կորել է ձեզ մոտ, դա շատ վատ է դա։ Այս նոր եկեղեցին կառուցեցին շատ գեղեցիկ է, ես շատ հավանեցի, շատ ջերմ է, տաք է մեջը, ձեր հավատքն ունեցեք, որ ամուր լինի, այդքան տարիներ եկեղեցին չէր բացվում, ոնց է կոչում, զորավոր, ամենափրկիչ։ Գիտեմ, ամեն անգամ ասում է տեսնես երբ կբացվի, երբ այդ փառք Աստծո բացվեց, թող այդ զորությունը պահի, այդ եկեղեցիները պահի Գյումրին, որովհետև լավն եք դուք։ Թող ծաղկի Գյումրին, թող ծաղկի, որտև վարպետների, գործարանների, ֆաբրիկաների, ինչ եղել է տեղ է եղել, թող նորից լինի լավը, ոտքի կանգնի Գյումրին, մենակ իրար չհոշոտեն, աղանդավորները տեղ շատ են։ Շատ են, հա։ Համ աղանդավորներն են շատ, համ էլ բախտնայողներ, կեղտոտ բաներ անողներն են շատ։ Մեզնից հեռու Դուք իրար ջերմ եղեք, ամեն առավոտ Աստծուն փառք տվեք,
ասա Տեր Աստված, տղուս քեզ եմ հանձնում։ Դու որոշի ինչ կանես, դու որոշի, որտեվ իր 50 տարեկանը, միջև 50 տարեկան ինչ որ եղավ, տա Աստված հիմա 50-ից հետո փոխվի դեպի դրականը գնա։ Հա, ես թեր բոլոր հաղորդումներն եկել եմ, դին ստադա։ Դերը թորդորներն, թերը ամեն ինչ եկել եմ։ Ամեն բան անսպաս անհապաղ պատեն տեր հաղորդմանը։ Դին Լուսիա ջան։ Շնորհակալ եմ Գոհար ջան։ Շնորհակալ եմ։ Օրհնի քունդանիկ տեր ամեն ինչ թողանամ։ Շատ շնորհակալ եմ։ Թող Աստված բոլորի հասնի, բոլորի նպատակը բոլորին։ Օջախդ շենելնի, օջախդ շենելնի, ամեն օրն էլ օրհնությամբ պարտնանակ դուք, Տիրոջ օրհնությունը ձեր վրա։ Եվ կգաք ջուրի մավորեն տեսենք ավելի շատ ձերվություն կամ Կգամ, որտեղ շուշուտ եմ գալիս, անցյալ շաբաթել էլ եկել, էլի կգամ։ Դե լավ, հաջողություն ձեզ։ շնորհակալ եմ, թող ասորտնությունը բոլորի վրա գին Լուսիա Բոլորի, այո, ստեսություն։ Հա։ Հիմա վերջացրեցինք այս երկրորդը Գյումրին էր։ Տեսեք մի ընտանիք, որտեղ Մարնան հանգստանում էր, որ իր տղան գտնում է Ռուսաստանում, մեր ժողովրդավարը ասենք խոպան էր գնացել, ու արդեն որ սովետական շրջաններից այդ խոպանչիների ընտանիքները գնում են ընդեղ են ընտանիք ստեղծում, երկու ընտանիք է, հետո երեխեք են ծնվում, հետո ամեն ինչ քանդվում է իրար, լավ բան չի դա, լավ բան չի, ճիշտ բան չի, հիմա դե ասենք դեստեղ էլ թող ենքան փող տան, որ մարդի խոպան չգնան, բայց ստեղի մարդը չի գնում ասվալտ գցում, չգիտեմ ընդեղ ինչ էլ փորում, ինչին արարություն անում, աստեղ չեն անում, բայց ընդեղ անում են, ընդեղ աշխատավարձը բարձր է, մենք փոքր ենք մեր երկիրը, բայց թող մի քիչ լինի գումարը, թող մի քիչ հաց պանիր ուտեն, բայց ընտանիքը չքանդվի, դա է վատը, ազգնել միշտ ուժեղա ընտանիքով, ազգ ուժեղա ընտանիքով այդքան հարկավոր չի, որ մեր երկիրը լքեն ու գնան ընդեղ փող աշխատը, եթե գնում են, թող միասին ամբողջ ընտանիքով գնան, բայց հարկավոր չեն էլ երիտասարդ ընտանիքա, որտեղ երեխեք են մեծանում ու չգիտեն լույսը բացվում է, չգիտեն պապան ուրա, Պապան գնացել է փող աշխատի ու ինչ ձև աշխատում, մենակ պապան ընդեղ գիտի ու հեշտ չի փող աշխատել ընդհանրապես, որտեղ որ գումարները շատ է, հատեղ աշխատանքը դժվար է, դա այդպես է միշտ ու դժվարություն է, բանվորություն են անում, ուրիշ ինչ են անում, տաքս են քշում, բանվորություն են անում, չարքաշ աշխատանքա, քրտնիկա ու այդ փողը ուղարկում են այստեղ, որ մի անգամից պատրվում է այդ փողը, կամ պետք է պարտքեր փակեն, կամ էլ իրանք չգիտեմ ինչեր վճարեն, որ այն չի։ Մի խոսքով ինչ էին հիմնական ասածը, աշխատեք մնացեք ձեր ընտանիքների հետ, հիմա հունիս ամսվի կեսերից արդեն երկար տևող շրջանը սկսվում Խեցգետինում Յուպիտերը, որ տալիս ամբողջ ընտանիք են ցաղային հարցեր, որ այն ընտանիքները, որտեղ ճիշտ չի ինչ-որ բան դասավորվել, հավաքվեն իրար գլուխ, որպես ընտանիք ամբրանա, կամ պետք ամուսներով իրար այդ գարմոնիկ խաղաղ հանգիստ ապրեն, կապ չունի քանի տարի են ապրել երեխաներն ինչքան է, հատկապես մի ընտանիք, որտեղ անչափահաս երեխաներ կան, չի կարելի այդտեղ պապա մամա իրարից հեռանան, չի կարելի։ Եթե պապա դու ամուսնացել ես, երեխա ես բերում, մտածում ես քո երեխու մասին, ուրեմն աշխատի կնոջդ հետ խաղաղ հանգիստ եղել մի դավաճանի։ Ու մամա, եթե դու ամուսնացել ես ու երեխա ես ու օքեյ, երբ կամուսնանամ, երբ երեխա, ուրեմն աշխատի մի քիչ խոնար եղի, ամուսնուդ գնահատի, որտեղ տղամարդիկ թույլ են շատ իրանց էներգիայով, իրանց շուտ է հարվածները կպնում, հարվածները շուտ է տղաներ են կպնում, ամեն կարգի հարվածը շուտ է կպնում, իրանք կոտկատեղից վերև են, մի քիչ գնահատի, շատ բաներ էլ աչքերդ փագի, շատ բաներ մի խոսա, որ տղամարդը իրան տնից դուրս է գցում, գնում է ուրիշ տեղ, որ հանգստանա, այնպես մի արա, բառը պարզ ասում է, որ տղամարդիկ զզվեն
ու չուզենան նայեն քո երեսին։ Կինը լեզուն իրան չի պահում, կեսուրներ ու զոնքաշներ մի խառնվեք, թողեք իրենք մի մարմին են ամուսին, մարդու կնիկ մի մարմին, կկռվեն իրեն կբարշեն, մի խառնվեք, կարակ դրական խորհուրդներ տվեք, ընդհանրապես մի խառնվեք, աշխատեք, որ ձեր ամուսինները մնան ձեր կողքը, որ այդ ընտանիք, որտեղ վաղը երեխաներն ամուսնանում են, իրենց ընտանիքն են ունենում, դուք էլ ձեզ ասում եք կյանքից ես ոչինչ չհասկացա։ Ես ուզում եմ, որ մեր հայ ընտանիքները զույգերն իրարից ամեն ինչ հասկանան, իրանք իրար սիրեն, որպեսզի այդ երեխաները համարվեն սիրո պտուղ, իսկ որտեղ կա սիրո պտուղ, այդտեղ վատ բան երբեք չի լինի, երբեք։ Խաղաղ ապրեք։